Ցուն կատարելու անհրաժեշտություն չենք դնում։ Եվ ես համաձայն չեմ նաև ապահարզան ձևակերպման հետ, որովհետև ես ազգային ժողովում եմ առիթ ունեցել ասելու, որ մենք միջպետական հարաբերությունները երբեմն շփոթում ենք ամուսնության հետ, ես այդ ձևակերպման հետ համաձայն չեմ։ Հայաստանի Հանրապետությունը միջպետական հարաբերություններում առաջնորդվում է միջպետական տրամաբանությամբ, եւ մենք Եվրասիական տնտեսական միության լիարժեք անդամ ենք, այնպիսի անդամ ինչպես մյուս անդամները, եւ քանի դեռ մենք Եվրասիական տնտեսական միության անդամ ենք, մենք լիարժեք մասնակցում ենք բոլոր որոշումների կայացմանը եւ ելի եմ ասում, քանի դեռ անձի հետ, մեր քաղաքական թիմի հետ, դա օբյեկտիվ իրականությունից բխող process է եւ այո, հարաբերությունների տրանսֆորմացիա է տեղի ունենում եւ ես դրական եմ գնահատում հարաբերությունների տրանսֆորմացիան։ Ես հասկանում եմ, որ նաեւ որոշակի հարցեր կան, դիսկոմֆորտներ կան, որոշակի պարզաբանման ենթակա նրբություններ կան, բայց իմ գնահատականն այն է, որ մենք այդ հարցերի շուրջ պետք է աշխատենք հանգիստ, հանդարտ, առանց նյարդի, առանց լրացուցիչ սրելու եւ մենք այդ տրամաբանությամբ էլ գնալու ենք։ Իմիջիայլոց ուզում եմ ասել, որ Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ մենք այդ աշխատանքային հարաբերությունները ունենք հիմնված փոխադարձ վստահության վրա։ Մենք ամենասուր հարցերը քննարկել ենք շատ հանգիստ, հարգալից, բարեկամական մթնոլորտում եւ միջավայրում փաստարկների եւ փաստերի վրա հիմնվելով եւ ես այդ տրամաբանությունը շարունակելու եմ եւ իմ հարգանքների հավաստիքը եւ Ռուսաստանի Դաշնության նախագահին եւ Ռուսաստանի Դաշնությանը ելի եմ ասում, մենք Ռուսաստանի շահերը վնասելու խնդիր չունենք, չենք ունեցել եւ չենք ունենալու, բայց մենք լիարժեք նաեւ նվիրված ենք մեր պետության շահերին եւ այդքանը։ Իհարկե մենք նաև Եվրամիության հետ մեր հետագա հարաբերությունները խորացնելու եւ Եվրամիության անդամագրվելու գործընթաց սկսելու մասին օրենքի տրամաբանությամբ շարժվելու այն է ժողովրդավարական բարեփոխումները շարունակելու եւ խորացնելու ճանապարհով ենք ընթանալու։ Շնորհակալություն, հաջորդը նյուզայում։ Պարոն Փաշինյան, թեման շարունակելով Ռուսաստանից նաև պահանջում եմ, որ դուք նաև արձագանքեք Զելենսկու հայտարարություններին, որ Հայաստանում Զելենսկին հայտարարություններ արեց, Ռուսաստանից պահանջում են նաև դուք արձագանքեք այդ հայտարարությունը եւ ասում են ինչու հայկական կողմ Հայաստանի ղեկավարը որևէ ձևով չարձագանքեր դրան, չէ՞ որ սպառնալիք էր հնչում իրենց հասցեին հայկական հարթակում։ Եվ նաև մայիսի 28-ին ԵԱՏՄ ղեկավարների նիստն է տեղի ունենալու Աստանայում։ Արդյոք ինչ որ ձևով թեկուզ հեռավար դուք մասնակցելու եք։ Նախ ես ասեմ, որ եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովը բազմակողմ հարթակ է, անցկացման վայրը կապ չունի եւ այդ միջոցառումը ինչքան Հայաստանի, ինչքան իմ միջոցառումն է, այնքան էլ մյուս մեր գործընկերների միջոցառումն է։ Եվ ես չեմ կարծում, թե ես մասնակից երկրների շատ լավ հյուրընկալող երկրի կառավարության ղեկավարի եւ հյուրընկալվող երկրի ղեկավարի կարգավիճակով ես չեմ կարծում, թե պետք է գրաքննեմ կամ պարտադիր ամեն ինչին արձագանքեմ եւ դա բազմակողմ հարթակ է եւ այդ բազմակողմ հարթակում մարդիկ արտահայտվում են
եւ եղել է նաեւ որ իմ ներկայությամբ նաեւ Ռուսաստանի Դաշնության նախագահը հայտարարություններ արել տարբեր երկրների վերաբերյալ, բայց ես չեմ հիշում որ Ռուսաստանի Դաշնությունը ինձ ակնկալել որ ես արձագանքեի այդ հայտարարությունները, այսինքն նկատի ունեմ ես պատեհ չեմ համարում եւ Հայաստանի Հանրապետությունն էլ այո եվրոպական քաղաքական համայնքի անդամ երկիր է Եվրասիական տնտեսական միության անդամ երկիր է, ապա անդամ երկիր է, բայց դա չի նշանակում, որ մենք հավակնում ենք համաշխարհային բոլոր գործերին խառնվել եւ կներեք մենք փոքր երկիր ենք մեր օրակարգով, մեր փոքր օրակարգերով, մենք մեր օրակարգերի շրջանակում ենք մտնում եւ միշտ չի որ մենք համարում ենք որ գլոբալ հարցերի շուրջ առաջ ընկնել եւ հայտարարություններ անել, այսինքն մենք պետք է Ռուսաստանի եւ Ուկրաինայի հարաբերությունները կարգավորենք։ Մենք մեր համեստ դերակատարումն ենք կատարում, որպեսզի նպաստենք համաշխարհային կայունությանը եւ խաղաղությանը, բայց մեր մասով։ Մայիսի 28-ի հետ կապված ես նաեւ երբ որ ապրիլի 1-ին ես այցով եղել եմ Ռուսաստանի Դաշնությունում, ես Ռուսաստանի նախագահին տեղեկացրել եմ նաեւ որ քարոզարշավի բերումով չեմ կարողանալու մասնակցեմ դեռ այն ժամանակ Ես այն ժամանակ չգիտեի նույնիսկ հրավեր լինելու է, թե չէ, բայց ես նախապես տեղեկացրել եմ, նաև քաղաքավարությունից ելնելով եւ հարգանքի արտահայտման տրամաբանությամբ, որ չեմ կարողանալու մասնակցեմ մայիսի 9-ի շքերթին Մոսկվայի եւ նաև տեղեկացրել եմ, որ մայիսի 28-ին էլ չեմ կարողանալու մասնակցել եւ նախորդ օրը ես հեռախոսազրույց եմ զանգահարել եմ նաև Ղազախստանի նախագահին եւ տեղեկացրել, որ ես չեմ կարողանալ մասնակցել, որովհետեւ դա արձակուրդում եմ եւ չնայած ամսի 28-ին արձակուրդում չեմ լինելու, որովհետեւ զորահանդես է լինելու եւ փոխվարչապետ Գրիգորյանը կմասնակցի միջոցառմանը։ Շնորհակալություն, հաջորդ հարցը Ազատություն։ Պարոն վարչապետ, ըստ էության դուք ասում եք բալանսավորված քաղաքականություն, բայց ոնց որ թե Մոսկվային Հայաստանի հայտարարությունը այդքան էլ չի գոհացնում, եթե ասում են պետք է ընտրություն կատարեք։ Ի վերջո այս հայտարարությունը դուք ոնց եք դիտարկում, հնարավոր է սա արդեն որոշում կայացնելու ինչ-որ պահ է հասունանում եւ եթե այդպես է, որն է լինելու Հայաստանի դիրքորոշումը եւ երկրորդ հարցը կապված է մի խնդրի հետ, կապված է մի հարցի հետ, որի հետ կապված իրավապահները պրոցես չնախաձեռնեցին, չնայած դիտորդական կազմակերպություններ ասում են, որ Գյումրիում համերգը տեղի ունեցավ խաղաղության ձայնխորագրով եւ որը ֆինանսավորվում էր Fast Bank-ի կողմից, ըստ էության համարում են, որ դա կուսակցական միջոցառում էր, որը կատարվեց այդ բիզնես գործարարների միջոցներով։ Դուք այստեղ խնդրահարույց որևէ բան չեք տեսնում, պարոն վարչապետ, որտեղ ակնհայտ էր, որ միջոցառումը դիտորդների կուսակցական բնույթ ուներ։ Միջոցառումը նվիրված էր հյուսիս-հարավ ճանապարհի պաշտոնական բացմանը եւ այդ առիթով է հրավիրված, եթե համարում եք, որ հյուսիս-հարավի կառուցումը կուսակցական միջոցառում է, կարող ենք նաեւ դա համարել կուսակցական միջոցառում, բայց կարծում եմ, որ հյուսիս-հարավի աշտարակ-Գյումրի հատվածի կառուցումը դա պետական մակարդակի եւ նշանակության միջոցառում է եւ այնպիսի միջոցառում է, որը արժե որ նշել, ես ինչքան տեղյակ եմ, նաեւ համերգի կազմակերպմանը մասնակցել են այն ընկերությունները նաեւ, ովքեր մասնակցել են շինարարական աշխատանքներին եւ դա շատ մեծ իրադարձություն է եւ չեմ կարծում այդ մեծ իրադարձությունը արժե տեղավորել կուսակցական շրջանակներում։ Ինչ վերաբերվում է ձեր առաջին հարցին, Դել եմ ասում մենք իհարկե լսում ենք, հետևում ենք, բայց ես երկու սկզբունք կարող եմ ասել։ Մենք ինչպես եւ նախկինում ասել ենք, մենք չենք ներքաշվելու վիճաբանության, լեզվակռվի մեջ եւ մենք բոլոր հարցերը քննարկելու ենք աշխատանքային պայմաններում առանց լրացուցիչ նյարդի, բարեկամության եւ փոխադարձ հարգանքի մթնոլորտում։ Եվ ելի եմ ասում, եթե մենք գնահատենք, որ մեր որոշում կայացնելու պահը հասունացել է, մենք չենք սպասի, որ ուրիշները մեզ ասեն, որ որոշում կայացնելու, որտեղ դա ի վերջո մեր որոշումն է, չէ։ Մենք ավելի լավ գիտենք, երբ է այդ որոշում կայացնելու պահը։ Փաստն այն է, որ մենք Եվրասիական տնտեսական միության անդամ ենք, փաստն այն է, որ մենք
ընդունել ենք եւ եվրոպական օրենք եւ փաստն այն է, որ այդ երկու փաստը համատեղ իրար հետ գոյություն ունեն։ Այդ նշանակում է, որ այդ երկու փաստերը իրար հետ համատեղ գոյություն կարող են ունենալ եւ երեք էլ գոյություն ունեն այդ փաստերը իրար հետ, այսօր էլ գոյություն ունեն։ Եվ փաստը խոսում է իր մասին։ Եվ մենք ամենայն հարգանքով եւ գնահատանքով ներուս գործընկերների հետ առանձնյարդի բոլոր հարցերը կքննարկենք, կպարզաբանենք։ Էլի եմ ասում, մենք որևէ այլ երկրի առավել եւս Ռուսաստանի Դաշնության շահերին վնասելու խնդիր ոչ ունեցել ենք, ոչ ունենք, ոչ էլ ունենանք։ Մենք առավել եւս չունենք մեր երկրի շահերին վնասելու խնդիր եւ բնականաբար չենք կարող մեր մտքով նույնիսկ անցկացնել նման բան։ Շնորհակալություն, հաջորդը Արարատ Նյուզ։ Պարոն վարչապետ, այսօր ձեր հրապարակած տեսանյութում ներկայացրել եք հայկական արտադրության տեխնիկայի նմուշներ։ Կարող ենք ենթադրել, որ սա Հայաստանի վերջին տարիների տնտեսական աճի զարգացման հետևանքն է եւ որը նպաստել է ռազմարտադրությանը եւ կարող ենք արձանագրել, որ սա այն ինքնիշխանության բաղադրիչը, որի մասին այդքան խոսում եք եւ արդյոք շարունակվելու է ռազմարտադրության զարգացումը եւ պետության օժանդակությունը այսօր։ Ընդհանրապես ձեր մտքերի ընթացքը կիսելով ես կարծում եմ, որ գնահատականների մեջ մենք պետքա հնարավորինս պաթոսից դուրս գանք, որովհետև մենք պետք է հասկանանք, որ դա զարգացող պետության համար սովորական երևույթ է։ Ես ուզում եմ ասել, որ վերջին տարիներին Հայաստանում, երբ որ նախորդող 3 տարիներին մենք շուրջ 170 միլիարդ դրամի պատվեր ենք տեղադրել ռազմարտությունաբերական համալիրում, տասնյակ ձեռնարկություններ եւ գործարաններ են ստեղծվել, որոնք արտադրանք են թողարկում եւ նաեւ ես ուզում եմ առիթից օգտվել, գիտեք ինչ, ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիները արժի եւ պետք է մայիսի 28-ին լինեն Հանրապետության հրապարակում իրենց սեփական աչքերով տեսնել մի փաստ։ Ես երևի թե ճիշտ չէ այդ փաստը ես նախապես այսպես անոնս անեմ ինտրիգը նվազեցնելու համար, բայց ես կարծում եմ, որ բոլոր քաղաքացիները պետք է լինեն Հանրապետության հրապարակում արձանագրելու համար, որ Հայաստանի Հանրապետությունը ունի այլևս նոր բանակ, նոր որակի, նոր մակարդակի եւ նոր տրամաբանության բանակ։ Եվ ես գիտեք, նաեւ ուզում եմ կներեք, քանի որ այսօրվա մեր հանդիպումը տենց ոչ պաշտոնական մի քիչ ֆորմատի է, ես ասել եմ Երևանի քաղաքապետին էլ եմ ասել, էկոնոմիկայի նախարարին էլ եմ ասել եմ Երևանի մեծ եւ փոքր կենտրոնի բոլոր սրճարաններին եւ ռեստորաններին զգուշացրեք, որ այդ օրը Հանրապետության հրապարակում զորահանդեսի ներկա լինելուց հետո եւ Հանրապետության մնացած տեղերում մարդիկ գնալու են տոնելու եւ նշելու դա եւ թող բոլոր ռեստորանները եւ սրճարանները պատրաստ լինեն այդ իրադարձությանը։ Եվ իհարկե մի կողմից տնտեսական զարգացման հետևանք է, արդյունք է, որովհետեւ տնտեսական զարգացումը բերել է լրացուցիչ միջոցներ, որով մենք ավելի քան 170 միլիարդ դրամի ֆինանսավորում ենք ապահովել ռազմարտությունաբերական համալիրի համար եւ կրկնապատկել ենք գիտության ֆինանսավորումը, ավելի քան կրկնապատկել ենք, 2.8 անգամ ավելացրել ենք գիտության ֆինանսավորումը եւ ռազմարտությունաբերական գործարանների ստեղծումը այդ ամեն ինչի արդյունքում ինքը իր հերթին բերել է նոր տնտեսական աճի։ Հաջորդ հարցը Սյուզի։ Խնդրում եմ, ես հարցեր եմ ձեզ ուղղելու մանկապահցության գործով։ Ես հետևում եմ ուշի հուշով ձեր հրապարակումներին, անձամբ դու գլխավոր